Գիշերային հաճխակի մի զարձակում։ Ինչի մասին չգիտեն բժիշկները, կամ, ինչպես ասում են, խեղդվողների փրկությունը հենց իրենց խեղդվողների գործն է։ Պացիենտները հաճախ են դիմում ինձ այն խնդրով, որ գիշերը հաճախ են վեր կենում զուգարան գնալու համար, եւ դա իսկապես խնդիր է, որը խանգարում է նրանց ապրել։ Պատկերացրեք, գիշերվա ընթացքում 3, 4, 5 անգամ պետք է վեր կենալ եւ գնալ զուգարան։ Լավ է, եթե մարդը արագ է քնում, իսկ եթե վերադառնում է եւ հետո որոշ ժամանակ չի կարողանում քնել, ամբողջ գիշերը գործնականում փչանում է։ Գիշերային հաճախակի մի զարձակման չափանիշ է համարվում զուգարան գնալու համար 2 եւ ավելի անգամ վեր կենալը։ Եթե դուք ունեք այս խնդիրը, 2 եւ ավելի անգամ վեր եք կենում եւ գնում միզելու, հավանեք այս տեսանյութը, լայք, եւ մենք կհասկանանք խնդրի կարեւորությունը մեր պացիենտների մոտ։ Կան բազմաթիվ պատճառներ։ Թվում է, թե ամենաակնհայտը ուրոլոգիականն է, դրա մասին մենք կխոսենք, բայց կան նաև հիվանդության այլ, ոչ ակնհայտ պատճառներ։ Կա նաև պայմանական ռեֆլեքս, այսինքն երբ մարդու մոտ պարզապես ամրապնդվել է զուգարան գնալու սովորությունը, եւ կարծես թե ոչ մի հիվանդություն չկա։ Իդեպ, եթե դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, ես կպատմեմ հենց այն արդյունավետ տեխնիկայի մասին, թե ինչպես վերացնել այդ, եթե կարելի է այդպես արտահայտվել, վնասակար սովորությունը, պարզապես պարբերաբար վեր կենալ միզելու։ Եվ 2-3 շաբաթվա ընթացքում միանգամայն հնարավոր է սովորել քնել ամբողջ գիշեր եւ գիշերները չվազել զուգարան, ազատվելով այդ վնասակար սովորությունից։ Եկեք ամեն ինչ հերթով պարզենք։ Նախ եւ առաջ այսպես կոչված ուրոլոգիական պատճառները՝ պրոստատիտ, շագանակագեղձի ադենոմա, գերակտիվ միզապարկ։ Կան յուրահատուկ ախտանիշներ։ Շագանակագեղձի ադենոմայի դեպքում մարդը դժվարությամբ է միզում, շիթի ընդհատումներով, դուրս է գալիս այն զգացողությամբ, որ մինչև վերջ չի միզել։ Պարկում է անկողնում, բայց կարծես զգացողություն կա, որ մեկ անգամ էլ պետք է վեր կենալ եւ գնալ։ Եթե խոսում ենք պրոստատիտի մասին, մարդը վեր է կենում ցավի, կտրող զգացողությամբ։ Միզարձակումը բառացիորեն մի քանի կաթիլ է լինում, եւ պարբերաբար այսպիսի ցանկությունը խանգարում է մարդուն քնել։ Կա նաեւ գերակտիվ միզապարկ, երկ լինում է հանկարծակի մղում։ Այն ճիշտ է լինում է եւ ցերեկը եւ գիշերը։ Մարդը վեր է թռչում եւ վազում զուգարան։ Երբեմն նույնիսկ կա հավանականություն, որ մարդը չի հասցնի վազել մինչև զուգարան եւ տեղի կունենա մի զարձակում։ Բայց ես այսօր ուզում էի շեշտը դնել հենց ոչ ուրոլոգիական պատճառների վրա, որովհետեւ այնուամենայնիվ կանոնով ում է դիմում մարդը, երբ գանգատվում է հաճախակի մի զարձակումից՝ ուրոլոգին, եւ ուրոլոգը գտնում է իր պատճառները կամ առնվազն փորձում է գտնել իր պատճառները, նույնիսկ չհասկանալով, որ կան այլ հիվանդություններ։ Բերեմ մեկ կլինիկական օրինակ։ Ինձ է դիմում մի պացիենտ, ով ընդունվել է մեր բուժհաստատություն տարած տոքսիկ հեպատիտից հետո։ Սա լյարդի բորբոքում է, ընդ որում հենց դեղորայքային հեպատիտից, այսինքն դեղորայքի ազդեցությանն ի պատասխան զարգացել է հեպատիտ։ Պատմում եմ անամնեզը, հիվանդության պատմությունը։ 40 տարեկանում նա դարձել է մեծ ղեկավար, եւ գործնականում սկսել են նրան անընդհատ տանել այս ու այն կողմ։ Գործնականում առաջացել է այսպես կոչված 3 բասկաթոռի համախտանիշ՝ մեքենայի բասկաթոռ, աշխատավայրի բասկաթոռ եւ տան բասկաթոռ հեռուստացույցի դիմաց։ Նա սկսել է գիրանալ եւ մոտ 3 տարվա ընթացքում հավաքել է մոտ 15 կիլոգրամ։ Նրա մոտ սկսվել են խնդիրներ, համենայն դեպս ինչով նա դիմել է ուրոլոգներին, կապված գիշերային հաճախակի մի զարձակման եւ պոտենցիայի հետ։ Եվ քանի որ նա ընդհանուր առմամբ բավականին մեծ ղեկավար էր, ցանկացած ուրոլոգ, ով ձեռքը գցում էր նրան, ցանկանում էր նրան շատ ակտիվ բուժել։ Նրա մոտ փնտրում եւ գտնում էին ինչ-որ պրոստատիտ, ցանվում էր ինչ-որ ֆլորա, որը պոտենցիալ համարվում էր ախտածին։ Նրա մոտ ենթադրում էին շագանակագեղձի սկզբնական ադենոմա։ Մոտավորապես 2 տարվա ընթացքում նրան զննել է 10 ուրոլոգ-անդրոլոգ եւ նմանատիպ այլ մասնագետներ, նյարդաբանը նույնպես զննել է։ Նա խմել է հակաբիոտիկների եւ ուրոսեպտիկների մոտ 15 կուրս, կապված ինչ-որ ենթադրյալ ֆլորայի հետ, որը պոտենցիալ կարող էր առաջացնել այդ խնդիրները։ Հայտնի իրավիճակ է, որ եթե շատ հակաբիոտիկներ խմես, սպանվում է նաեւ բնական ֆլորան եւ սկսում են աճել սնկեր։ Նրա մոտ սկսվել է այսպես կոչված համակարգային միկոզ։ Նրան նշանակել են համակարգային հակամիկոտիկներ, հակասնկային դեղամիջոցներ։ Իսկ այդ դեղամիջոցների հիմնական ծանր բարդություններից մեկը տոքսիկ հեպատիտն է, լյարդի բորբոքումը։ Եվ նա այդ հեպատիտով փաստացի ընկնում է վերակենդանացման բաժանմունքում։ Դե նրան այնտեղ խնամում են, փառք Աստծո, նա քիչ թե շատ կոմպենսացվում է, վիճակը կայունանում է, եւ դրանից հետո ընդունվում է մեզ մոտ վերականգնողական բուժման։
Բայց լրացուցիչ անամնես, նա մոտ 30 տարեկանից սկսել է խրմփացել, իսկ երբ 40-ից հետո հավաքել է ևս 15 կիլոգրամ, կինը նկատել է նրա մոտ շնչառության հաճախակի կանգեր քնի ժամանակ։ Ավելին, նրա մոտ տարին մեկ անգամ տեղի էր ունենում քրոնիկ տոնզիլիտի սրացում, նա ուներ հսկայական, գործնականում իրար հպվող նշագեղձեր կոխորդի մեջտեղում։ Այսինքն սրանք այսպես կոչված քնի օբստրուկտիվ ապնոեի համախտանիշի կամ քնի մեջ շնչառության կանգի հիվանդության ակնհայտ պատճառներ են։ Իսկ այդ հիվանդություն ինքնին առաջացնում է հաճախակի գիշերային միզարձակում։ Գիտեք, մեզ մոտ երբ մարդը ինչ-որ բանից վախենում է, ստրեսի մեջ է գտնվում, երիկամները արտադրում են ավելի շատ մեզ։ Իսկ այն մարդը, ով ունի շնչառության մի քանի 100 կանգ, բնականաբար գտնվում է ստրեսի մեջ։ Այսինքն նրա ամբողջ օրգանիզմը պայքարում է թթվածնի պակասի դեմ։ Եվ առաջանում է խնդիր նրանում, որ երբ զարգանում է շնչառության կանգ, մարդը փորձում է շնչել, առաջանում են ներկրծքային ճնշման արտահայտված տատանումներ։ Սա հանգեցնում է սրտի գերձգմանը եւ այսպես կոչված նատրիուրետիկ պեպտիդի արտադրությանը, որը մեծացնում է մեզի արտադրությունը։ Եվ մարդը սկսում է գիշերվա ընթացքում 3-4 անգամ գործնականում լիքը միզապարկով վեր կենալ եւ բավականին ազատ միզել։ Սա նման չէ, ինչպես ասացի, շագանակագեղձի ադենոմային, երբ դժվարությամբ է միզում, շիթի ընդհատումներով։ Սա պրոստատիտ չէ, երբ կաթիլներով է լինում, սա հենց առատ միզարձակում է գիշերը 3-4 անգամ։ Բայց ուրոլոգները ինչ-ինչ պատճառներով սա չեն պարզել, իսկ գանգատները շնչառության կանգի, ճարպակալման, մեծ նշագեղձերի վերաբերյալ անտեսվել են։ Մենք նրան կատարում ենք պոլիսոմնոգրաֆիա եւ տեսնում ենք, որ նրա մոտ ժամում առկա է շնչառության մոտ 60 կանգ։ Մարդը 8 ժամ քնել է, որից 5 ժամը գումարային առումով ընդհանրապես չի շնչել, ունենալով թթվածնի ծանրագույն պակաս եւ մեզի արտադրության ավելացում։ Մենք նրան հետագայում կոմպենսացրինք հեպատիտից հետո, ուղարկեցինք լոր վիրաբուժների մոտ, պլյուս նա նաև նիհարեց, բնականաբար, որովհետև հեպատիտ էր, եւ նրան կատարվում է վիրահատություն, հեռացվում են նշագեղձերը։ Մի քանի օր անց անհետանում է հաճախակի գիշերային միզարձակումը։ Մոտավորապես 1-1.5 ամիս անց վերականգնվում է պոտենցիան։ Թվում է, թե ինչ կապ կա նշագեղձերի, հաճախակի միզարձակման եւ պոտենցիայի միջև։ Ահա տեսնում եք, թե ինչպես է օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Եվ այդ պատճառով գեր մարդկանց մոտ, խրմփացնող մարդկանց մոտ, ովքեր ունեն շնչառության կանգեր քնի մեջ, շատ հաճախակի պատճառ է հենց հաճախակի գիշերային միզարձակումը։ Եվ ինչու ես ասացի, որ ոչ բոլոր բժիշկները հեռու նրանից գիտեն այդ մասին։ Ուստի մարդը ինքը պետք է կասկածի եւ գուցե նույնիսկ ասի իր բուժող բժիշկին այդ մասին, կամ դիմի սոմնոլոգի, քնաբանի։ Մի քանի ախտանիշներ, որոնք շատ մտահոգիչ են այս առումով։ Բարձր ընդհատվող խրմփոցի առկայություն, շնչառության կանգեր քնի մեջ, գիշերային եւ առավոտյան զարկարակային հիպերտոնիա, բարձր դնշում, գլխացավեր գիշերը եւ առավոտյան, քրտնարտադրություն, որպես կանոն քրտնում է իրանի վերին հատվածը, արթնացում խեղդվելու օդի պակասի զգացողությամբ, ջարդվածություն առավոտյան եւ ցերայկային ծանրագույն քնկոտություն, եւ որպես բալը տորթի վրա պոտենցիայի նվազում։ Հաճախակի միզարձակումը, որի մասին ես խոսում էի, պլյուս նաև պրոգրեսովող ճարպակալումը, ահա սրանք են քնի օբստրուկտիվ ապնոեի համախտանիշի ախտանիշները։ Եվ եթե ձեզ մոտ կամ ձեր հարազատների մոտ կան այսպիսի ախտանիշներ, բայց դրա հետ մեկտեղ կա հաճախակի գիշերային միզարձակում, ապա պետք է գնալ ոչ թե ուրոլոգի մոտ, այլ պետք է գնալ սոմնոլոգի մոտ, պարզելու պատճառները, ախտորոշելու, բուժելու եւ արդյունավետորեն վերացնելու գիշերային հաճախակի միզարձակումը։ Եկեք հիշենք ֆիզիոլոգիան։ Մեզ մոտ քունը տևում է փուլերով, ցիկլերով, սովորաբար 1.5 ժամ։ Առաջին, երկրորդ, երրորդ փուլ, հետո REM քուն, երազատեսություն եւ հետո ֆիզիոլոգիական թեթև արթնացում։ Ցանկացած առողջ մարդ գիշերվա ընթացքում 3-4 անգամ արթնանում է, այնպես որ դա հասնում է նրա գիտակցությանը։ Նա կիսաքուն վիճակում է լինում, բայց նրան դա բացարձակ չի անհանգստացնում, նրան չի անհանգստացնում իր միզապարկը։ Եվ նույնիսկ եթե նա ինչ-որ տեղ շրջվել է, բացել է աչքերը, շուռ է եկել, չգնա մարդուկ զուգարան մտքով, նա քնում է եւ մոռանում է, որ պետք էր գնալ զուգարան, եւ միայն առավոտյան է վազում զուգարան լիքը միզապարկով։ Բայց եթե մարդու մոտ անքնություն է, եթե նրա մոտ առաջացել եւ ձևավորվել են չքնելու վախի ռեֆլեքսներ, մարդը փորձում է քնել, նրա մոտ չի ստացվում, նա փորձում է, պարկած անկողնում, մշակվում է ռեֆլեքս, անկողին եւ անքնություն։
Եվ ահա այսպիսի ամրապնդված ռեֆլեքսներ նրա մոտ կա չքնելու վախ եւ անկողին հավասար է անկնություն կապը։ Եվ նա ֆիզիոլոգիորեն արթնանում է 2 ժամ անց։ Նրա մոտ միտք է ծագում, սարսափելի է, ես հիմա չեմ քնի, ես ունեմ անկնություն, սկսում է սկանավորել օրգանիզմը։ Ոյ, իսկ միզապարկում ինչ-որ բան կա, չգնամ արդյոք զուգարան։ Եվ բավական է 20, 30, 40 անգամ մտածել չգնամ արդյոք զուգարան եւ իսկապես գնալ, մարդու մոտ ձևավորվում է հաջորդ պայմանական ռեֆլեքսը։ Արթնացար, պետք է գնալ զուգարան։ Եվ նույնիսկ եթե մի փոքր է կուտակվել միզապարկում, դա արդեն այնպիսի գրեթե իմպերատիվ, ստիպողական մղում է, որ պետք է անպայման գնալ զուգարան։ Եվ մարդը սկսում է գանգատվել անկնությունից, նրանից, որ նա գիշերը 3-4 անգամ գնում է զուգարան, փոքր ծավալի մեզով, դե որովհետև այնտեղ բոլորովին քիչ էր կուտակվել, բայց արդեն զուգարան գնալ պետք էր, եւ առավոտյան արդեն գործնականում չի վազում զուգարան, որովհետև նա գիշերը վեր էր կենում զուգարան։ Սա այսպես կոչված պայմանական ռեֆլեքս է, եւ այն փաստացի կապված է ոչ թե նրա հետ, որ մարդն ունի ինչ-որ հիվանդություն, այլ նրա հետ, որ ամրապնդվել է, եւս մեկ անգամ կրկնեմ, պայմանական ռեֆլեքս։ Վեր կացար, պետք է ժամանակ։ Արթնացար, պետք է վեր կենալ գնալ զուգարան։ Ես ձեզ խոստացա, որ կպատմեմ արդյունավետ տեխնիկայի մասին, թե ինչպես մարդուն հետ վարժեցնել այդ պայմանական ռեֆլեքսային հաճախակի միզարձակումից, գիշերը հաճախակի զուգարան գնալուց։ Ամենաարդյունավետ տեխնիկան մարդուն զուգարան գնալու պայմանական ռեֆլեքսից հետ վարժեցնելու դա քնի սահմանափակման կամ անկողնում մնալու ժամանակի սահմանափակման տեխնիկան է, եւ իդեպ այն արդյունավետորեն կիրառվում է նաեւ պայմանական ռեֆլեքսային անկնության բուժման համար։ Որն է իմաստը։ Սովորաբար մարդը, ով տարապում է անկնությամբ կամ քնի ինչ-որ հանգարումներով, սկսում է ավելացնել անկողնում մնալու ժամանակը, որպեսզի ինչ-որ կերպ լրացնի։ Նա ունի քնելու դժվարություններ, նա ունի արթնացումներ գիշերվա կեսում, եւ եթե նախկինում նա կարող էր քնով բավարարվել 7 ժամում, ապա հիմա պարկում է անկողնում 9-10 ժամ, փորձելով լրացնել։ Բայց քունը դառնում է ավելի մակերեսային, մեծ թվով արթնացումներով, ուղեղը ավելի շատ է սկանավորում ինչ-որ ներքին օրգանիզմեր եւ տեսնում է, որ միզապարկում ինչ-որ բան կուտակվել է եւ ստիպում է մարդուն վեր կենալ։ Բայց եթե մենք կրճատենք անկողնում մնալու ժամանակը եւ առաջացնենք քնի իսկական դեֆիցիտ, ապա քնի ճնշումը կաճի եւ մարդը նախ կսկսի ավելի արագ քնել, երկրորդ նա արդեն կքնի եւ նույնիսկ եթե նրա մոտ առաջանա այդ ֆիզիոլոգիական թեթև արթնացումը, նա ինչ-որ պահի կզարթնի եւ չգնամ արդյոք զուգարան մտքով կքնի, որովհետեւ քնի ճնշումը բավականին արտահայտված է, բայց բավական է կրկին 20-30 անգամ արթնանալ գիշերվա կեսին եւ չգնալ զուգարան ու քնել, վերջ, մարդու մոտ կորում է այդ արթնացման արդիականությունը, նրա մոտ դադարում է աշխատել ռեֆլեքսը, որ պետք է վեր կենալ զուգարան, նա քնում է, իսկ հետո սկսում է մոռանալ այն մասին, որ ընդհանրապես արթնացել է։ Եվ բառացիորեն քնի սահմանափակման 2-3 շաբաթ անց նա սկսում է ասել. ամեն բժիշկ, սա ուղղակի ինչ-որ հրաշք է, ես նախկինում այնտեղ 5-10 տարի վեր էի կենում 3-4 անգամ զուգարան գնալու, իսկ հիմա քնի սահմանափակման 3 շաբաթ անց դադարեցի վեր կենալ զուգարան եւ վեր եմ կենում ջահելի պես, առավոտյան ուռած միզապարկով եւ վազում եմ միզելու։ Այո, իհարկե, դա ձեռք է բերվում անկողնում մնալու ժամանակի կրճատման եւ արտահայտված քնկոտության գնով, բայց հետո աստիճանաբար մենք ավելացնում ենք անկողնում մնալու ժամանակը մինչեւ փաստացի անձնական նորմալ, այնտեղ 7-8 ժամյա քնի, բայց արդեն մարդու մոտ բացակայում է արթնանալու եւ զուգարան գնալու այդ սովորությունը։ Ահա այսպիսով մենք կարող ենք շատ արդյունավետ վերացնել այդպիսի ռեֆլեքսային հաճախակի գիշերային միզարձակումը։ Անքնությունը որպես այդպիսին կարող է հանգեցնել նրան, որ մարդը սկսի գիշերը ավելի հաճախ վեր կենալ զուգարան միզելու, ահա մոտավորապես յուրաքանչյուր 2 ժամը 1, իսկ իր հերթին անքնություն առաջացնում է ստրեսը, բայց ինքներդ եք հասկանում, ինչ ժամանակներում ենք մենք ապրում, եւ հիմա մեզ մոտ անվերջ ստրես է, անքնություն եւ հաճախակի գիշերային միզարձակում։ Առողջ եղեք։